Հարգելի բարեկամներ, համահայկական հասարակական դաշինքի կարևորությանը ես փորձեմ անդրադառնալ որպես պատմաբան։ Կարծում եմ բոլորդ ինձ հետ համամիտ եք, որ մեր հասարակությունը այսօր խոցված է եւ շարունակում է մնալ խոցելի։ Հանգամանք, որը շատ այսպես ահավոր երևույթ է, եւ որպես պատմաբան, երբ փորձում եմ հասկանալ մեր ժողովրդի անցած պատմական ուղու վայրիվերումները, գալիս եմ այն եզրակացության, որ այդ վայրիվերումները տեղի են ունեցել հասարակության խոցվածության պատճառով։ Այդ տեսեք, Արևմտյան Հայաստանում, երբ որ հայությունը միատարր էր դավանական հողի վրա, հայ առաքելական եկեղեցու զավակներին մեծամասնությունը, թուրք-պարսկական դժնդակ տիրապետության պայմաններում աստիճանաբար գտնվեցին մարդիկ, որոնք որ հայացքն ուղղեցին դեպի կաթոլիկ աշխարհը, դեպի բողոքականությունը եւ հայ հասարակությունը սկսեց պառակտվել, առաջացան կաթոլիկական համայնքներ, ակնկալելով Ֆրանսիայի աջակցությունը, առաջացան բողոքական, ավետարանչական համայնքներ, հայացք ուղղելով դեպի լյութերականությունը, Գերմանիա եւ այլն, դրանով կարծելով, թե նրանք կազատվեն թուրքական բռնաճնշումներից եւ ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու զավակների շատ ավելի հաջող բարեկեցիկ վիճակում կհայտնվեն։ Եղեռնի օրերին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին հարվածը թուրքերն ուղղեցին հենց կաթոլիկ հայության դեմ։ Ինչու՞։ Որովհետեւ նրանց թիկունքին կարող էր կանգնել Ֆրանսիան, որը որ Անտանտի երկրներում եղանակ ստեղծող երկիր էր եւ կարող էր դա օգտագործել որպես միջամտություն եւ առաջին հերթին փորձեցին նրանց ասպարեզից հեռացնել։ Նույնը նաև տեղի ունեցավ բողոքականների հետ եւ ընդհանրապես ամբողջ հայության հետ։ Ավելին ասեմ ձեզ, համշենահայությունը, որը որ 17-րդ դարի կեսերին մասնակիորեն ընդունել էր իսլամ, թուրքական յաթաղանն իջավ նաև իսլամ ընդունած հայերի գլխին եւ համշենում եւս կոտորածներ կազմակերպվեցին։ Ինչու եմ սա փորձում տեղավորել այսօրվա իրականության վրա եւ փորձել հասկանալ, թե մեր հիմնական խնդիրն ինչ է։ Այդ տեսեք, այսօր մեզ համար ամենացավալի խնդիրներից մեկն այն է, որ խոցված հասարակությունն ունի այնպիսի մի վերք, որպիսին մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալված վիճակն է եւ արդեն դատապարտված վիճակն է Բաքվում։ Ուշադրություն դարձրեք այդ մարդկանց մեջ մեր հայրենակիցների կամ մարդիկ, որոնց պաշտպանում էին մեր իշխանությունները, որոնք կային, որոնք որ ընդդիմադիրներ էին, որոնք ընդունելի չէին իշխանությունների համար, բայց բոլորն էլ դատապարտվեցին առանց տարբերության։ Ինչ եմ ուզում ասել, Աստված մահարացավ աղը, թե նորից արհավիրքի առաջ կանգ առնենք, մեր հարևանները, թշնամիները բացարձակապես չեն կարևորելու, թե դու այսօր դիմություն էիր, ընդդիմություն էիր, մեծ ծառայություններ մատուցում էիր, թե չէիր մատուցում, ուղղակի թե անուղղակի ձևով լինելու է ուղղակի վերաբերմունքը դաժան հայ լինելու հանգամանքի պատճառով։ Այսինքն նորից ցեղասպանության վտանգը մեր գլխին կանգնած է, ինչի մասին միշտ խոսում էինք եւ ինչը տեղի ունեցավ 2020-23 թվականներին։ Որպես պատմաբան ես ուղղակի բոլորիդ հորդորում եմ, անկախ այն բանից, թե մեր հասարակությունը ինչ ընտրություն կկատարի հունիսի 7-ին, չէ՞, բայց հասարակությունը շարունակվելու է ապրել, հասարակությունը եւ ընդհանրապես նաեւ Հայաստան աշխարհն է ապրելու, որտեղ մղձավանջ մենք միշտ տեսել ենք պատմության ընթացքում եւ բարեբախտաբար դիմացել ենք այդ մղձավանջին։ Իմ ասացի իմաստը հետեւյալն է. մեր հասարակությունը պետք է վերջ տա պառակտվածությունը եւ պետք է համահայկական հասարակական դաշինքով հանդես գա։ Միասնությունը մեր ուժը կդառնա, մենք պետք է հասկանանք բոլորս հայ ենք առաջին հերթին եւ մեր թշնամին չարանենգորեն օգտագործում է այդ հանգամանքը մեր պառակտված լինելու։ Տառացիորեն 2-3 օր առաջ դուք տեսաք Նախճեվանի վերաբերյալ ինչ որոշում կայացրեց Ադրբեջանը։ Այսինքն միջազգային այն պայմանավորվածությունները, որոնք կային մարտի 16-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրով, իջիկ դարձան այսօր, Նախճեվանը վերածեցին ուղղակի Ադրբեջանի տարածքի, այն դեպքում, որ այդ
ավտոնոմիան, ինքնավարությունը նաև հայերի համար, այդ մասին ես հարցազրույց եմ տվել եւ 1924 թվականին եւ սահմանադրության մեջ էր Նախճիվանի խոսվում, որ դա ինքնավարություն է հայերի համար նաև եւ պատահական չէր, որ դրոշի վրա Նախճիվանի ինքնավար հանրապետության գրված էր նաև հայերենով Նախճիվանի ինքնավար հանրապետություն, որը վերացավ այսօր, իսկ մենք երբ որ կնքեցինք այս վերջերս 74% այս տրիպ կոչվածի տրամադրելով Միացյալ Նահանգներին, վերապահում չարեցինք, ինչպես ժամանակին արեցին իրենք թուրքերը 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 3-րդ կետով, այսինքն Ադրբեջանին զիջելով Նախճիվանը պայման դրեց Թուրքիան, որ այն 3-րդ կողմի զիջելու ուրեմն իրավունք չունի Ադրբեջանը։ Ինչու մենք դա չարեցինք, այս վերջին այդ փաստաթուղթը ստորագրելիս, որ կողմերից յուրաքանչյուրը իրավունք չունի իր այսպես կոչված մասնաբաժինը վաճառել 3-րդ կողմի առանց մյուս կողմի համաձայնության։ Տվյալ դեպքում Հայաստանի, որը որ ինչպես փաստաթղթերում նշվում է, ինքնիշխան իրավունքները պահպանում է այդ տարածքի նկատմամբ։ Չարվեց վերապահում, պիտի արվեր, թող լիներ Միացյալ Նահանգները, բայց մյուս կողմից էլ պիտի ասվեր, որ այդ վերապահման շնորհիվ մենք հնարավորություն ունենայինք կանխելու այդ այսպես կոչված մասնաբաժինը 3-րդ կողմի օտարելու հնարավորությունից։ Ես ողջունում եմ այս հավաքը եւ կարծում եմ, որ բոլոր դեպքերում, այո, հասարակական, համահայկական դաշինք պետք է ոչ թե ընդդեմ այս կամ այն հանգամանքի, այլ վասն Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի ապագայի։ Շնորհակալություն։